Ես շատ կցանկանամ մեր հաղորդման վերջում խոսել մի անձնավորության մասին, ով իմ կարծիքով Նիկոլից սրբապիղծ է։ Ես այդպես մարդ չեմ ճանաչում, բայց ես Գեղամ Նազարյանի մասին պետք է խոսեմ։ Ես անձամբ Գեղամ Նազարյանին ճանաչում եմ։ Ես չեմ տեսել, նույնիսկ ես անկեղծ եմ ասում, չեմ տեսել մի նիկոլական զոհվածի ծնող, ով Գեղամ Նազարյանի նման իր տղու արունը ծախել է։ Ես Աբգարին ճանաչել եմ, շատ հայրենասեր, շատ լավ տղա է եղել, զոհվել է հայրենիքի համար, բայց իր հերը մի քանի օր առաջ, չեմ հիշում ում էր հարցազրույց տալիս, ասում էր մենք խաղաղ ենք ապրում Ադրբեջանի հետ, ինչի համար ինչի ձեր ինչ գործն է Ադրբեջանի ինչ զենք է բանանում առնում, ձեր ինչ գործն է Ադրբեջանի իր ռազմական բյուջեն ինչքանով ավելացնում, մենակ մենք ենք Ադրբեջանի հարևանը, ոնց որ այ արուն ուրացող, գիտես քո ինչ գործն է, այ որ ձեր գործը ելներ, քո տղան զոհված չէր ելնի, այ Ադրբեջանը զենք է ավելացնում, որ քո հայրենասեր տղու նման մնացած տղեկները զոհվեն, իսկ դու ասում ես, մեր ինչ գործն է, որ Ադրբեջանը զենք է ավելացնում իր ռազմական բյուջեն, ինքը հարևաններ չունի ուրիշ, մենք խաղաղ ենք ապրում, այ Ալիևից հարց եկին, Ալիև եք էլի սաղըտ, քո տղեն գնացել է Արցախում, իր կյանքն է տվել այդ հողի համար, հերոսացել է, հայրենասերել տղա էր, ֆուտբոլների ժամանակ Ֆաֆի հետ գնում էր, երգում էր, օրներ դրոշը բարձր էր պահում, բալետ էր անում մեր ֆուտբոլի թիմերին, լավ տղա էր էլի քո տղեն, բայց դու ոնց կարաս, տենց նիկոլականներին քծնելով, ընդդիմադիր ներկայանալով, դեպուտատ դառնալով, գնալով Նիկոլի ջեբը ընկնելով, քո տղու արունը մոռանաս, դա մեր գործն է չի սկի, դու քո խղճի առաջ, Աստծո առաջ պատասխան պետք է տաս, մենք դա ինչ ասենք, պրոստը աբիդնի է, որ մենք տենում ենք այտենց տղեկ են զոհվելու, այտենց ծնողներ ունեն իրանք, որ պաշտոնի փողի համար կարան իրանք դաժե ասեն, ինչ անենք Ադրբեջանը զենքը ավելացնում, ոնց ինչ անենք, արա Ադրբեջանի ավելացած զենքի արդյունքում է, որ քո տղեն չկա, ոնց ինչ անենք, այ սրբապիղծ, ինչ անեք, գնացեք այս երկրից, հանգիստ թողեք իրական հայրին, էլի։ Շնորհակալ եմ, այսօր այսքանն էի որոշել խոսել, վերջում կցանկանամ ավելացնել, որ մեր երկրում այս սպանությունները, այս որ խաղաղություն, բան, այս Նիկոլը որ ասում է, ինչ կապ ունի թշնամու զենքից զինվոր է զոհվում, թե հային սպանում է, օրը 10-ով 20-ով իրար վրա են կրակում, իրար սպանում են ու մեր լավ տղեկը, մատղաշ տղեկը, որ պետք է 4 երեխա ունենան ու այդ ընտանիքը մնա առանց հայր, որ հələ նոր պետք է երեխեք ունենան ու ընտանիք կազմեն, էլ չկան ու շարունակաբար չեն լինում։ Այդ ինչն է խաղաղություն սրա կամ ինչն ենք մենք անվտանգ ապրում։ Այս ամեն ինչը Նիկոլի ստեղծած Հայաստանում է լինում եւ իրա ուզած Հայաստանն է այս ամենը, որ սենց է լինում։ Դրան այլ բացատրություն չկա։ Մնացածը Նիկոլի մանիպուլյացիաներն ու լոլոներն են։ Շնորհակալ եմ։